Սիրելիներ, ողջույն, բարև իմ շատ սիրելի հետևորդ։ Գիտեմ, շատերը հոգնում են սովորական կոտլետներ ուտելուց, ամենօրյա ճաշերը ուտելուց, դե Իրան գալիս է ձեզ օգնության։ Գիտեմ, որ շատերը միշտ ասում են, ինչ լավ է, երեկոյան միշտ նայում ենք, տան անդամները ասում են, էլի Իրային եք նայում, արդեն բոլորը ճանաչում են, որովհետև բաղադրատոմսերը արագ են ստացվում, հեշտ են ստացվում, ամենակարևորը շատ համեղ են ստացվում։ Սիրելիներ, ունեմ 900 գրամ աղացած միս։ Ասում եմ 900 գրամ, որովհետև 3 հատուկ 300 գրամանոց է, մոտավորապես 1 կիլոգրամ աղացած, տավարի սովորական աղացած միս է։ Քանի որ հավես չունեմ մի փոքրիկ սոխի համար բլենդեր միացնեմ, կեղտոտացնեմ, սենց օգնության է գալիս սովորական քերիչը, ուրեմն սոխը եւ սխտորը քերիչով անց ենք կացնում։ Կարող եք մանր կտրատել, ինչպես որ դուք ուզում եք, շատ հետաքրքիր ուտեստ է ստացվելու։ Ես սրան ասում եմ հետաքրքիր կոտլետներ, օրինակ, կարելի է այդպես էլ վերնագրել, չգիտեմ ինչպես եմ վերնագրելու, բայց այդպես։ Հիմա 4 հատ փոքրիկ գլուխ սոխ է 1 կիլոգրամ մսի համար։ Քերիչով անց եմ կացնում եւ 1 հատամիկ սխտոր։ Սխտորը շատ կարեւոր է։ Այսպես մանրացնում ենք։ Մանրացնեմ ու անցնենք առաջ։ Վեր սկսում ենք համեմել։ Մի փոքրիկ այսպես աղացած եմ ասում, որովհետև շատ մանր վիճակում է, շատ գեղեցիկ մշակված 4 սամիտ, ունեմ տեղում աղացվող խառը գունավոր պղպեղ, 4 պղպեղ, այստեղ ունեմ աղ, սիրելիներս աղը ըստ ճաշակի է, շատ աղի չենք անում, որպեսզի տանեցիները հետո չբողոքեն, ասեն Իրայի ուտեստները աղի է ստացվում, կարմիր աղացած պղպեղ եւ սովորական սև աղացած պղպեղ, որի մոտ մի փոքրիկ էլ կծու է։ Շատ հաճելի համ ու հոտ է տալիս։ 1 ձու։ Այս կոտլետի մեջ սիրելիներ հաց չենք դնում, բայց օգտագործում ենք պաքսիմատ։ Այսպես պաքսիմատ է։ Մի փոքրիկ 2 ճաշի գթալի չափով բավական է։ Կես կիտրոնի հյութ, յուրահատուկ են ստացվելու ձեր կոտլետները, այ վստահեք ինձ կտեսնեք, որ հրաշք է լինելու։ Ու հիմա մի լավ տրորում ենք, այնքան լավ, որ ստացվի սիրուն, այսպես կողք բերեմ, որ հանգիստ աշխատեմ։ Մի լավ տրորում ենք, որպեսզի համերը իրար գան, համերը լավ այսպես խառնվեն ու համեղ ստացվի մեր կոտլետները։ Չգիտեմ որտեղ կադրը կտրվեց, սիրելիներ, նշում էի, որ սա սովորական կոտլետներ չեն, հետո կտեսնեք հետաքրքիր համեղ բան է ստացվելու, ավելի համեղ ու ավելի հետաքրքիր։ Վերջ, մի լավ այսպես խառնելուց հետո երեխաներիս աչքը չտեսնի սխտորն ու սոխը, որ մի քիչ մեծ կտորներով է, բայց ոչինչ։ Ահա, այսպես լավ տրորելուց հետո սիրելիներ, այսպես մի հատ սենց հավեսով գունդ ենք վերցնում առանց նեղվելու։ Այսենց գնդեր ենք անում ու դնում։ Մի քիչ մեծ գունդ ենք անում ու շարում ենք։ Հետո գնալու ենք գազօջախի մոտ ու սկսելու ենք արագ տապակել, բայց ոչ կոտլետների նման, այլ հետաքրքիր բուն ենք պատրաստելու։ Ուրեմն, այսպես մոտավորապես չափով գնդեր անելուց հետո մի քիչ հարթեցնում ենք, հարթեցնելն էլ է կարևոր, ու որ դնենք թավայի մեջ, սիրելիներ, մի փոքրիկ այսպես տափակեցնում ենք շատ քիչ։ Մեզ պետք է, որպեսզի իրենք հաստ մնան։ Այսպես ու սենց փոսիկ ենք անելու, մի փոքրիկ, այսպես։ Ու այս վիճակով տապակելու ենք։ Սիրելիներ, թավայի մեջ 1 ճաշի գթալ յուղ ենք լցնում, տեսեք ինչ հավես յուղ է, ընտիր, համեղ։ Ռեդի յուղով ենք պատրաստելու մեր համեղ կոտլետները, որի ուտեստը կդարձնի 100%-անոց ավելի համեղ, ավելի յուրահատուկ։ Ռեդի յուղը, սիրելիներ, արտադրվում է Եվրոպայում, արտադրվում է Հայաստանի համար, կարող եք հանգիստ օգտագործել եւ անուշանել ձեր ուտեստները կստացվեն շատ համեղ։ Այն խոլիստերին չի պարունակում, հիդրոգենացված նյութեր չկան։ Այ տեսեք, գույնը համը տեղը հրաշք է ստացվում։ Մեր կոտլետները այսպես հերթով դասավորում ենք, տապակելու ենք միայն 1 կողմից, հանգիստ կրակին, կրակը պետք է ցածրացնել և հանգիստ տապակել։
երեսը ծածկում ենք, որպեսզի ավելի հեշտ տապակվի։ Այդ տեսեք, ներքևի հատվածից լավ տապակված է, իսկ երեսը ոչ, արդեն դուրս ենք բերում եւ տեղափոխում ենք ջեռոց գնացող որևէ մի ամանի մեջ։ Եթե տեսնեք, ես ուզում եմ որպեսզի դուք տեսնեք, որ ներքևի հատվածից լավ եփված է, այսպես։ Տաք վիճակում եմ ձեռքերս չվառեմ։ Հիմա հալվող պանիր, մոցարելա, ինչ ուզում եք, այսպես դնում ենք կենտրոնին, շատ կարևոր է այսպես լավ լցրեք ու դնելու ենք ջեռոցում, սիրելիներ, մի 20 րոպե գոնե պետք է ջեռոցում եփվի, որ համ միսը լավ եփվի, համ էլ շատ համեղ ուտես ստացվի, սիրելիներ, անպայման պատրաստեք, ուղարկում ենք ջեռոց, 170 աստիճանում վերև ներքևը միացված մոտավորապես 20 րոպե, մինչև որ պանիրը գեղեցիկ հալվի եւ ուտեստը հրաշք լինի։ Սիրելիներ, տեսեք, հրաշք, շատ ուժեղ ստացվեց, հրաշք, բաղադրատոմս, հիմա շատ տաք վիճակում է, մեկը վերցնում ենք ու մատուցում ենք, տեսնենք ինչպիսի համ ունի։ Ես ոնց է որում, ես ինչ լավնա չեք պատկերացնի, սիրելիներ, պանրի համն ու հոտը, համեղ միսը, համեմունքները, պատրաստման ձևն ու եղանակը հրաշք է։ Ձեզ էլ եմ խորհուրդ տալիս, տեսեք, տարբերվում է սովորական կոտլետներից եւ շատ համեղ ուտեստ է։ Կարող եք մատուցել հնդկաձավարով, ցանկացած տեսակի մակարոնեղենով, պաստայով, ինչով որ ցանկանում եք։ Ես նշեցի երկուսն էլ, որ պաստան իմիջիայլոց սպիտակն է, մակարոնեղենը իմ համար հայկական տարբերակն է։ Կարտոֆիլի պյուրեյով կամ ցանկացած աղցանով, հրաշք է սիրելիներ, անպայման պատրաստեք եւ անուշարեք։ Շատ համեղ է, հյութեղ է, ընտիր։